Որոշել եմ մեկնել Բաքու ներկա լինելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին պակիստանցի իրավապաշտպան։ Պակիստանցի իրավապաշտպան 2016 թվականի Ավրորա մրցանակի հավակնորդներից Սաիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու ներկա լինելու Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Free Armenia Prisoners-ը։ Հիշտ է հեռվից դատապարտել անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն է պահանջում, այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին։ Խնդրում եմ միացեք ինձ ցույց տալու ձեր համերաշխությունը, ինչպես կարող եք, փոխանցել է իրավապաշտպանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ձայնային հաղորդագրություն է տարածել ընտանիքի միջոցով, հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակայնացնել։ Հիշեցնենք, որ Բաքվում հունվարի 17-ին մեկնարկել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատաքննությունը, որի ընթացքում փակ ռեժիմով է Բաքվի զինվորական դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Բաքվի դատարանում հացադուլի պատճառով Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է։ Նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել հարցերին։ Նրա փաստաբան Ջարեդ Գենսերն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակին, նշելով, որ նրա առողջությունը վտանգված է։ Գենսերը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը թույլ տալ միջազգային թիմի բժշկին այցելել նրան, անհապաղ կերպով ապահովել անհրաժեշտ բժշկական օգնությամբ, ներառյալ նրա առողջական վիճակի ուսումնասիրությունը, որի կարիքը նա ունի, ինչպես նաև հետաձգել դատավարությունը մինչև հացադուլի դադարեցումը։ Փաստաբանը նաև կոչ է արել աշխարհի առաջնորդներին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատապարտյալ այդ ցուցադրական դատավարությունը այն որակելով որպես քաղաքական և ապօրինի։